Դպրոցական դասագրքերից կհիշեք հայկական լեռնաշխարհի 3 խոշորագույն լճերը։ Շատ հնարավոր է, որ ապագայի դասագրքերում մնան միայն 2-ը։ Սա Ուրմիա լիճն է 1980-ականներից մինչև մեր օրերը։ Ժամանակին մոտ 6000 քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող և տարածաշրջանի խոշորագույն աղելիճը հանդիսացող Ուրմիան կորցրել է իր ջրային մակերեսի 90%-ից ավելին։ Հիմնական պատճառներն են մեծաքանակ ամբարտակների կառուցումը, ստորերկրյա ջրերի դուրս բերումը, գյուղատնտեսության համար ջրերի օգտագործումը և երաշտները։ 2013-ին մեկնարկեց Ուրմիայի փրկության ծրագիրը, որը ունեցավ որոշակի հաջողություններ։ Սակայն 2020-ականներից ահագնացող երաշտները ոչ միայն վատացրեցին Ուրմիայի վիճակը, այլև ջրի լուրջ խնդիր ստեղծեցին Թեհրանում և Իրանի այլ շրջաններում։ Ներկայումս Ուրմիայի նախկին տարածքի մեծ մասում աղի անապատ է, բիոբազմազանությունը խիստ վտանգված է, իսկ քամին ու փոթորիկները աղը տարածում են հարյուրավոր կիլոմետրերով, լուրջ խնդիրներ ստեղծելով բերքի, հողի և մարդկանց առողջության համար։ Շատ նման իրավիճակ է նաև Ղազախստանի ու Ուզբեկստանի սահմանային Արալյան ծովում։ Գիտնականներն ահազանգում են, որ պատշաճ քայլերի բացակայության դեպքում լիճը ամբողջովին կչորանա։ Հաշվի առնելով Իրանում ստեղծված իրավիճակն ու հնարավոր զարգացումները, չի բացառվում, որ Ուրմիա լիճը մնա միայն պատմության դասագրքերում։